Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն ժամանակն է, որ մեզ միանա Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Երկու հետաքրքիր թեմա ունենք այսօր, մեկ Գրենլանդիան, մեկ էլ մեր նամակը, մեր պատասխանը պարոն Լավրովին, արտգործնախարարին Ռուսաստանի, որտեղից է ուզում սկսել Լավրովից։ Ո՞նց ասեք։ Գիտեք, այս Լավրովի հարցում իշն է հետաքրքիրը, ով Ռուսաստանի արտգործնախարարն է խոսում ինչ որ քաղաքական բանտարկությունների մասին Հայաստանում, երբ որ իր ամբողջ երկիրը լիքնակա, այսինքն, ու գիտես ինչն է զարմանում։ Չէ, ասեմ ինչն է, ամբողջ աշխարհը գիտի էլի, որ ինքը լկտի սուտ է խոսում, ու ինքը շարունակում այդ լուրջ դեմքով մի ամբողջ հսկա տիրության արտգործնախարար այդ սուտը խոսել էլի, ոնց է սա ստացվում Արմեն։ Մակում բողոքում էին Վենեսուելայի միջազգային իրավունքը խախտելու Ամերիկայի դեմ, ասում են չի կարելի միջազգային իրավունքը խախտել։ Մտել է հարևան երկիր միջազգային իրավունքի հերանիցել է կանգնում է։ Չեք տեսել իրենց հայտարարությունը միջազգային իրավունքի պահպանման մասին։ Դե դրանից դու ինչ կարելի զարմանալու ասեք, դե ռուսական ռոպագանդան հենց դրա վրա է, կարևորը վստահ դեմքով։ Կարող է այդ սուտը ասել վստահ դեմքով։ Սա սովետական միությունից էլ այնպես է, դե դեմքերը նայում էին։ Ասենք ես ոչ միայն, դրանից առաջ ցարական կարծում իրենց մոտ միշտ այդ ռոպագանդան շատ լավ է եղել։ Եկան հայկական հողերը ծախեցին, բայց մեզ համոզում են, որ իրանք մեզ պաշտպանում են։ Լավություն են արել։ Թող Արմեն, բայց այս Լավրովի այս հատուկ հենց Վարդան Ղուկասյանի մասին նշելը, ես այսպես եմ ենթադրում, որ վաղը միսօր ընտրությունները որ գալու են, ինքը իրենց ակտիվ ինչ-որ գործակալներից մեկն է, որ պիտի օգնի իրենց ընտրությունները իրենց ուզած ուղղությամբ տանելու, թե չէ ինչու պիտի վեր կենար այդ բարձր ամբիոնից նման հայտարարություն անել։ Բայց իհարկե ճիշտ եք, որովհետև Գյումրին երկրորդ քաղաքն է Հայաստանի։ Գյումրին բավականին շատ բնակչություն ունի եւ ընտրությունների վրա քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաք է, այսինքն բնականաբար իրանք այդքան տանջվեցին, որ կարողանան Վարդան Ղուկասյանի սարքեն քաղաքապետ, չէ։ Բայց բան չի պիտի չհիշի։ Բա պարզա չէ, բայց եթե Վարդան Ղուկասյանը ով է Լավրովի համար, որ ինքը հիշում է։ Բնականաբար, բայց ինքը պատասխանը տալիս է, չէ, իր նամակի, իր հայտարարության մեջ, երբ որ խոսում է, որ մենք վախենում ենք, որ Հայաստանում կկրկնվի Մոլդովայի սցենարը։ Բա Մոլդովայի սցենարը ինչ էր։ Մոլդովայում իրանք քեշով, որտեղ սանդուն արգելել էր, սա հետևում էին բոլոր փոխանցումները եւ այլն, փակեց ռուսական բոլոր ռոպագանդայի ուղիները, ալիքները, չգիտեմ եւ այլն, հետո սկսեց Դոմ Մոսկվիները փակել, հիմա էլ իդե Պապահից է դուրս գալի շատ կարևոր քայլ։ Հա, ուրեմն եւ ինչ էր անում եւ ընդ որում փորձում էին քեշով այդ թվում եւ հայերին օգտագործելով մի քանի ժամով տանում էին Մոլդովա, իջնում էին քեշը տալիս էին, հետ էին գալիս։ Որպեսզի առնեն։ Հիմա խնդիրը որն է, այդ ինքը ինչ հիշատակեց, այդ 15 միլիոն դոլարը, իդեպ սա էլ է հետաքրքիր, դա այն 15 միլիոնն է, որ Հայաստանի իշխանությունները խնդրեցին Եվրամիությունից հիբրիդային պատերազմի դեմ պայքարում։ Եվ ոնց է վախացնում, ասում է, իբր թե 15 միլիոնը մի մեծ փող է, ասենք անգամ այսօրվա Հայաստանի համար 15 միլիոնը մեծ փող չի, մեծ հաշվով։ Մենք այդ մասին խոսել ենք, որ դա կոպեկներ է, բայց ինչ է ասում, սենտ առ սենտ այդ փողը ձեր ձեռից վերցնելու են, փող հատուցելու եք, յան թե ինչ որպես վախենալու բան ասում են, ուրիշ բան չկա ասել։ Բայց ամենակարևորը, տեսեք, իրանք իրականում իրանց այդ հայտարարությունների մեջ բան կա, ճշմարտությունը կա։ Ինքը ինչ ասում է, մենք պատրաստվում էինք Մոլդովայի պես միջամտել ձեր ընտրություններին, բայց մենք վախենում ենք, որ Եվրամիությունը ոնց որ Մոլդովային օգնեց, որպեսզի դա չստացվի, մենք հիմա վախենում ենք, որ մեր դեմն է կառնեն։ Եթե բացենք այդ հայտարարությունը, փակագծերը բացենք, որ մենք շատ ենք վախենում, որ ասենք բան, այդ 15 միլիոնի ինչ որ ծրագրեր, ինչ որ միջոցառումներ, գուցե իրանք արդեն գիտեն Մոլդովայում ինչ է իրականացվել, հա, ներքին կարգով ինչ միջոցառումներ եւ այլ այսպես շարունակ, հա։ Դրա համար ինքը հիմիկայից ասում է, մենք վախենում ենք, որ հանկարծ Մոլդովայի պես մեր դեմը չառնեն, որ մենք կարողանանք այդտեղ անենք ինչ ուզում ենք, որտեղ այդ մեր տարածքն է, կոպիտ ասած, հա։ Մենք այդտեղ կարանք խոսենք, միջամտենք, այո, ներքին կյանքին, ինչ որ վերցնենք, ինչ որ քաղաքապետերի բանի անուններ ասենք եւ այլն շարունակ։ Չգիտեմ, պատկերացրեք, ասենք հիմա օրինակ այնտեղ Ռուսաստանում, ասենք, բան կա, գուբերնատորները կան նստածի միջայլոց, որոնք ժամանակին միջայլոց մի գուբերնատոր կար բանից հերավոր արևելքից, որին բավականին, եթե չեմ սխալվում, Խաբարովսկի գուբերնատորն էր, եթե չեմ սխալվում, որը բավականին այսպես սիրում էր ժողովուրդը, իրոք ժողովրդականություն ուներ եւ իրոք գործեր էր անում եւ շատ ակտիվ էր սկսվել
եթե չեմ ֆուրգալ էր ազգանունը, Աստվածի շողություն տա։ Եվ նրան հենց տեսան, որ ժողովրդականություն է վայելում, իդեպ Ժիրինովսկու կուսակցությանից էր ընտրվել, չնայած կապ չուներ, ուղղակի այդպես փող էր տվել, ընտրվել էր էլի։ Եվ նրան բռնեցին, փակեցին։ Հիմա պատկերացրեք, ասենք Հայաստանը հայտարարություն անի, ասի այդ ձեր այդ բան, ազատ թողեք այդ մարդը կամ այդ դուք նստեցրեցիք նրան, որտեղ նա ժողովրդականություն է։ Ձեր ինչ գործն է, ասենք, հա, մեծ հաշվով եւ այլ այսպես։ Եթե հայտարարություն անեն միջազգային կառույցների, ասենք, չգիտեմ, որոնք զբաղվում են այդ խնդիրներով աշխարհով պրոֆեսիոնալ, ասենք, եւ այլն, չգիտեմ, կամ միջազգային իրավունքին հետևող կառույցները կամ չգիտեմ եւ այլն այսպես շարունակ, էլի հասկանալի կլինի, բայց դուք որ ինչ կա չկա խախտում եք, սպիտակ թղթի համար մարդկանց նստացնում եք, ասենք, բանտերը, ասենք, դա չգիտեմ, ոչ մի գերիների իրավունք չեք պահում։ Ես գերիների մասի պատմությունները լսում եմ, ուղղակի սիրտս կանգնում է։ Ուկրաինացիք պահում են Ժենևյան կոնվենցիան, որտեղ իրանք ձգտում են Եվրամիություն, հա, իրանք չնայած իրանք զայրույթը իրանք չեն կարողանում խախտել, իրանք կերակրում են դրանց, ուշաջանակ անշնորհակալ են դրանք եւ այլ այսպես շարունակ, հա։ Թմբլիկ վերադառնում են իրանց տները, իսկ նայում ես ուկրաինացիները ինչեր են պատմում։ Եթե դուք լսեք, ես մի քանի հարցադրույց լսեցի գերիների, դուք չեք պատմում, ուղղակի ձեր երևակայությունը չի երիկի։ Օրինակ ես մի հասարակ բան ասեմ, որ պատկերացրեք, որ ուկրաինական որոշ գերիներ գնացել են եւ դաժան բան եմ ասում, բայց բանով վերադարձել են սեռավարակով, այսինքն մահացու հիվանդությամբ վերադարձել են ռուսական բանտեր։ Պատկերացրեք ինչ են անում, ինչեր են անում, ինչ այլանդակություններ են անում եւ ուղղակի չգիտեմ, մարդկանց այդ մարդիկ, ես որ լսեցի իրանց հարցադրույցները, ես հասկացա այդ մարդիկ երբեք էլ նորմալ չեն, դե վերջ նրանք կարող է մի օր, չգիտեմ, լավ չխորանանք, հասկանում եք։ Այդ են իրանք, այդ է իրանց էությունը։ Բայց կարծում եմ մեր արտգործնախարարը լավ պատասխանեց վերջում ասելով։ Ես ուրախ եմ միայն այն հանգամանքից, որ մեր արտգործնախարարը պատասխանել է, որտեղ սովորաբար Թվում է մարդիկ ներքին գործերով զբաղվել, որտեղ դուք հիշում եք առաջներում մենք բնավորություն չունեինք, ասենք, հա։ Դες քիչ-քիչ եկավ էլի այդ բանը։ Ես շատ ուրախ եմ, որ պատասխանել է, ընդ որում ես նաև արտգործնախարարի տեղը լեի կպա, ես չգիտեմ, այդտեղ ընտրությունների մասով չկար, չէ՞ ոնց որ կարծեմ թե։ Ես շատ ուրախ կլինեի, որ ընտրությունների մասով էլ ինքը պատասխաներ նույն կերպ, որտեղ դա ամենակարևոր հատվածն է, որ դա ձեր գործը չի։ Մեր ընտրությունները եվրոպական դիտորդներ կգան կհետևեն հանգիստ, վերընկեք ձեր տեղները։ Այս շատ կարևոր կլներ, էլի։ Բայց էլի մի փաստը ֆիքսենք, որ ուրեմն Սոլովյովի հետ կապված կանչեցին դեսպանին։ Տեսել չեմ ասել, դեսպանը ինչ ասեց, ինչ արեցին, ինչ ոչ մի բան։ Չէ, նոտա տվեցին, բողոքեցին, ուղարկեցին, բայց դրանից հետո ախր խնդրեմը գիտեք որ դրանից հետո Դուգինն է ասել, Դուգինն է ասում է եկեք գրավեք, դա վերացրեք, դրանք պետություններ չեն, հասկանում եք։ Դե ջոգում է, բան չկա էլի։ Օգուտ չկա էլի։ Հիմա մեզ մոտ գովաստ, երբ որ վերադառնանք, խոսենք արդեն Թրամփ, Գրենլանդիա, Եվրոպա հարաբերություններից։ Քոտոնը սկսվում է այստեղ, Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն, վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը, հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի, համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին, անզուգական սրահինքից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ, սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբոքչյանի հետ, Արմեն խոստացանք խոսել Գրենլանդիայից եւ վերջի զարգացումներից այդ թեմայի շուրջ։ Եվ կա վերջի զարգացումներ, այո։ Ուրեմն Թրամփը կարծես թե հիմա չշտապենք, երևի վաղ մի քիչ ավելի շատ մանրամասներ կլինի, բայց գրառում է հրապարակել եւ նաեւ ես մի փոքրիկ հարցադրույց տեսա, շատ փոքրիկ, որտեղ ինքը խոսեց թե իր post-ից հետո խոսեց ուրեմն իդեպ այս պահը կար, որովհետեւ դրական նշանակար գնալուց առաջ ինքը հրապարակել էր, գիտեք, երկու անտակտ բան արեց։ Հրապարակեց ներքին նամակագրությունները, որը չի կարելի դիվանագիտության մեջ ընդհանրապես ընդունված չի ում հետ ներքին Մակրոնի եւ Ռյուտեի։ Այսինքն Մակրոնը իրեն նամակարգեր, գրեր իմ ընկեր, իմ եղբայր, չգիտեմ էլի, մենք Սիրիայում իրար հետ գործարեցինք, ասենք համաձայն ենք, լիքը հարցերով համաձայն ենք, չգիտեմ, հետո Մակրոնը առաջարկել էր ՆԱՏՕ-ի զորավարժություն անցկացնել Գրենլանդիայում։
բայց ինչ ես անում դու, արի պայմանավոր մենք խոսենք, բան, չգիտեմ, էլի ինչ ես անում Գրենլանդիայի հարցով, էլի եւ այլն, ինքը բռնել էր, սա հրապարակել էր, հետո Մակրոնին գիտեք վիրավորեց, ասեց, որ ոնց ինքը չի համաձայն, իրանով է կանչել, ասեց խաղաղության խորհուրդ, որ ինքն էլ բանը չնայած, ասեց, որ հեսա շամպանիները եւ գինիները 200% սարքեմ, վազելով գալու է, ասեց, չնայած կարա չգա, ես մեկա իրեն չեմ կանչել, ինչ որ մի բան, էլի։ Եվ հետո Ռուտեինը, բայց Ռուտեի մեսիջի մեջ կար դրական բան, ինիմիջիալից, որովհետեւ տեսեք, խոսք էր գնում նրա մասին, որ Ռուտեն իդեպ դա հալաբան չի, այսինքն հաստատվում է, որ հետագայում միջազգային մամուլի ակնարկներով Ռուտեն առաջարկում է վերափոխել 1951 թվականի պայմանագիրը, որը Միացյալ Նահանգները էլի ստանում էին անծայրածիր իրավունք, ինչքան զորք կուզենալ, այնքան այդ զորքերը բերել, դնել եւ Գրենլանդիան պաշտպանել, ինչպես իրենք ուզում են, հա։ Եվ այդ Golden Dome-ն ինքը ասում է, մասնագետներն ասում են, որ նախ այդ Golden Dome-ը ահռելի ծախսեր է, Golden Dome, այսինքն նկատի ունեմ ոսկե գմբեթ համակարգը հակաօդային պաշտպանության, որը այնքան թանկ է, որ անգամ Միացյալ Նահանգների պես գերտերությունը միայնակ չի կարող դա իրեն թույլ տալ անել։ Անգամ Միացյալ Նահանգներ, Կանադա իրար հետ միասին, անգամ եթե Մեքսիկոն էլ կպնի, դա ահավոր թանկ նախագիծ է, որի ու ընդ որում այդքան գումար ծախսելուց հետո էլ դեռ 100%-անոց էֆեկտի մասին խոսելն էլ քիչ է, որովհետև եթե դու ծախսում ես տրիլիոններ, ինչ պիտի պաշտպանեն, ով է ուզում հարձակվել Գրենլանդիայով։ Տեսեք, Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև տարածությունը ամենակարճը Գրենլանդիայով է։ Եվ գումարած, որ Չինաստանը Ռուսաստանի միջոցով ուզում է Գրենլանդիային տիրապետի, որտեղ մենք գիտենք արդեն Ռուսաստանը Չինաստանի պրոքսին է։ Չէ, ես ես ասեմ, մտահոգությունները տեղին են։ Հարցը այն է, որ այդ մտահոգությունները եվրոպացիք պատրաստ էին լուծել։ Իդեպ նաև աճող լարվածության, միջազգային կարգի ուրեմն տապալման եւ նոր միջազգային կարգի ստեղծման վտանգի նախաշեմին եւ երրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես Թրամփը ինքն ասում, եւ իրոք տեսնում ենք, որ այդպիսի այդ process-ը գնում է, տաքանում է, եռում է, կացան եռում է, եւ կթափվի մեջից այդ ջուրը եռացող հարց է, բայց դա գնում է այդ process-ը, դա պատմություն է, ոչ մեկ դա չի կարող հերքի եւ լինելու է դա ուշ թե շուտ կլինի հիմա, թե կլինի 10 տարի, թե կլինի 50 տարի զսպել, ոչ մեկ չգիտի, բայց այս պահին տպավորություն ունեցա, որ դա շատ հեռու ապագայում չի։ Եվ այս պարագայում Թրամփը հասկանում է, գլխավոր թիրախը լինելու է նույն ամերիկյան ադմինիստրացիան, Միացյալ Նահանգները։ Եվ այդ պարագայում ամենակարճ ճանապարհը, հա իդեպ բացի դրանից չմոռանանք, որ Չինաստանը, անգամ երբ որ ինքը մտածել է այդ մեկ ճանապարհ, մեկ գոտի նախագիծը, ինքը նաև այդտեղով ուղղություն է մտածել։ Եվ սա արդեն վտանգ է Ամերիկայի համար։ Գրենլանդիայով։ Այո, այո։ Մի րոպե, ցամաքով Գրենլանդիայով, չէ, ծովով, այսինքն այդ տարածքով, որովհետև այդտեղից ինքը կարճ ճանապարհ է ստանում դեպի ուրեմն Միացյալ Նահանգներ, դեպի Կանադա եւ այլ եւ այսպես շարունակ, հա։ Այսինքն ուզում ասեմ ինքը տարբեր ուղղություններով մտածել է, ինքը արդեն նախագծել է, անգամ այդ ուղղությունն է վերցրել իր աչքի տակ եւ դրա մասին գիտեն Միացյալ, բայց խոսքը նրա մասին է, որ եվրոպացիները պատրաստ են, ասում են, ինչա քեզ պետք վերցրու, անպայման Գրենլանդիան վերցնես։ Եվ ահա այստեղ կա տպավորություն, որ Գրենլանդիան ուղղակի, որտեղ տեսեք, ինքը Թրամփը մի հատ բնավորություն ունի, ինքը տեսեք, անդադ ինչ որ հղում անում են նախագահներին, որ ինքը սիրում է, օրինակ Մոնրոին, չէ, որը դոկտրիներ առաջարկե, որ պետք է Լատինական Ամերիկան դա Ամերիկայի ուրեմն վերահսկողության գոտին է, վերջ, մեր տունն է, կոպիտ ասած, այդտեղ մենք պետք է լինենք բացարձակ տերուտ իրական, հա։ Դրա համար հետո ինքը սարքեց Մոնրոյի դոկտրինը, Դոնրոյի դոկտրին, այսինքն մի հատ դա ավելացրեց, մի տեղը դարձավ Դոնրոյի դոկտրին եւ այլն։ Եվ ինքը այսպիսի բան, հետո ամերիկյան իշխանությունները տարբեր ժամանակներում 150 տարվա ընթացքում մի քանի, մեկ չէ, մի քանի փորձ են արել, մի քանի ուրեմն եւ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո երկրորդ համաշխարհային եւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այո ընթացքում եւ 1867 թվականին եթե չեմ սխալվում պատկերացրեք քանի այս էլի ինչ որ ես հիշեցի գնել Գրենլանդիան ոսկով դեռ սկսած ոսկով ոնց որ գրեցին ինչ մեկ այդ ժամանակ իրանք գնեցին Ռուսաստանից Ալյասկան հենց այդ ժամանակ հա եւ այդ ժամանակ փորձում էին գնել Լուիզիանան գնեցին եւ այլ այսպես շարունակ։ Եվ ահա խնդիրը հետեւյալն է, որ իրենք եւ ինքը մտածեց, այսքան նախագահ չի կարողացել դա անի։ Ես դա կանեմ եւ իմ անունով կդնեմ։
Այսինքն դա Թրամփի հենց Գրենլանդիան սեփականաշնորհ Հատում եմ, բայց Պեսկովն էլ ինչ լավ ասեց ժամանակին, ասեց, եթե Գրենլանդիան վերցնի, կմնա ամբողջ մարդկության պատմության։ Այո, այսինքն բաներ հրահրում էր, որ այո, այդ բան գուտը տալիս է հրահրում, որտեղ ինքը դրանով փչացնում է Եվրոպայի հետ հարաբերությունները։ Եվ կարճ ասեմ, հույս կա, որովհետև կարծես թե ուրեմն շրջանակային պայմանագիր է մշակվում եւ Տրամփին հարցրեցին, արդյոք դուք շարունակում եք պնդել, որ Գրենլանդիան պետք է Ամերիկայի կազմում լինի, եւ Տրամփը պոստագրի եւ բացի պոստից ինքն էլ անձամբ պատասխանատես է, ասեց, որ դե ասեց կարևորը մենք շատ լավ պայմանագիր ենք ստանում, այսինքն չկա խոսք Գրենլանդիան Միացյալ Նահանգների կազմացել եմ ասեց պայմանագրի բազաներ ռազմական բայց ասեց իսկ որքանով ասեց բայց շատ երկարատև, իսկ որ հարցեցին ինչքան երկարատև, ասեց հավերժ։ Եվ այո, ասեց ռազմական բազաներ ներառյալ հազվագյուտ մետաղները, որը այդքան իրան պետք է։ Այսինքն սա դրական նորություն է, որտեղ եռում էր կացան արդեն էլի։ Շնորհակալություն Արմեն։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։